սահմանադրության մեջ գրված է։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք, Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ, կուսակցություններն են անկախ, բայց դա չի նշանակում պետություն պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարող օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ոնց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա, եւ ես ուղիղ եմ ուզում ասել։ Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, եւ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի, որովհետեւ բան գիտեք եկեղեցում են լավ տեղեր կան, այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա, յա չգնա, ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է, քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից օրինակ առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշումը։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք։ Որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մեր օնքականներ եւ ձեր օնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի գիտեք ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Էլ ինչի պետք է եւ ասում եմ այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ոնց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մեկ դա թույլ չեք տալու։